վերջի ժամանակների ինչ որ խնդիրներ, օրինակ մայիսի 9-ի խնդիրը։ Արդյոք մեր վարչապետը գնալու է Մոսկվա, թե չի գնալու։ Իհարկե այս խմորը դեռ շատ ինչ ոնց էր, ջուր է վերցնելու, սակայն առաջի նշանները այն էր, որ ինքը հավանաբար գնալու է։ Դե մենք այն վիճակում ենք, որ մեկ էստեղից սեղմում են ներգողորտին, մեկ այնտեղից սեղմում են մեր գողորտին, մենք դարձել ենք այն բանը, ամեն մեկից ձեծ ուտող, մի հատ ապտակ ուտող այդ փոքր երեխան, այն դեբիլ երեխան, ով գալիս է մի հատ տալիս է, ով գալիս է մի հատ տալիս է մեզ, հիմի երևի մի հատ սիլլա ստացանք բանից, Մոսկվայից, ուժեղ սիլլա, որ հա մի անգամից որոշեցինք գնալ, մինչև այսօր չէ, այդպիսի բաներ չէինք անում մենք դες այնքան զորավոր էինք, մեր մեջքը իհարկե զորավոր էր եւ այն, հիմա մեր մեջքը տկարացավ, երևի այս կողմից էլ մի ուժեղ ակնարկ եկավ եւ որոշվեց որ գնալու է վարչապետը։ Հիմի արդեն ինչ որ կասկածներ են առաջանում, հիմի գուցե նաեւ ուրիշ բաներ տեսան, ուրիշ կարելիություններ տեսնում են, բայց չնայած հիմա այս գշերքը դեռ sense շարժման վիճակում է, ոչ այս կողմ է գնացած, սակայն շատ հավանական է, որ իրեն բերեն Մոսկվա, եւ ինքը հավանաբար գնա, իհարկե Մոսկվա գնալը ինքնանպատակ չէ, Մոսկվա կանչելն էլ ինքնանպատակ չէ, դա այնպես շատ սիրելուն համար չեն կանչում, վաղուց չէինք տեսել, արի մի հատ քեզ բաչ պրոշտի անենք, մի հատ քեզ տեսնենք, քեզ էլ մի բաժակ օղի խմենք, ոչ իհարկե, այնտեղ լուրջ խնդիրներ են դնելու իր առաջ եւ նաեւ մեր առաջ դրանով, Հայաստանի առաջ լուրջ խնդիրներ են դնելու, իհարկե դրա համար գուզենա խուսափի մեր վարչապետը, գուզենար խուսափել, սակայն պիտի տեսնենք, ես գուշակություն չեմ անի երբեք, պիտի տեսնենք, թե պիտի կարողանա ինչ որ խաղեր խաղա ու խուսափի դրանից, շատ դժվար եմ պատկերացնում դա, բայց չգիտես, կարող է ինչ որ իրեն օգնողներ էլ կլինեն իրեն շահից ելնելով, դա կարող է Թուրքիան լինի, բայց չլինի ավելի շատ եվրոպական ուղղությունից կամ Ամերիկայից էլ կարող է այդպիսի բան գա, տեսնենք այն ժամանակ Ամերիկա-Ռուսաստան հարաբերությունները ինչ կլինեն, որովհետև բավականին վտանգավոր վիճակի մեջ են, սենց ոնց ասեմ, լարա խաղացի նման են, սենց շատ բարակ թելի վրա խաղում է այս հարաբերությունները, կարող է մի պահ ու գլտորվեն բոլորը անդունդ, որ ու հարաբերությունները մի անգամից վատանան, չստացվի այդ լավացումը, դա էլ կարող է լինի, մենք դեռ վտանգավոր ցիկլը, վտանգավոր շրջանը կամ վտանգավոր փուլը չենք հաղթահարել, այդ պատճառով դեռ վտանգ կա այնտեղ։ Այստեղ վերջի ժամանակների խնդիրներից մեկը բանը մեր վարչապետի զուգընկերուհու կարող է ինձ զարմանան թե ինչի չեմ ասում գինը, որովհետև գինը չէ, պաշտոնապես գինը չէ, սիրույն է, իրար ապրում են այդ մարդիկ եւ իրենք շատ գոհ են դրանից եւ բացահայտել հայտարարեն արդեն դրա մասին, դրա համար գինը չես կարող ասես, որովհետև պաշտոնական գինը չի, ուրեմն անպաշտոն գինը ինչ է լինում, զուգընկերուհի մի մաքսիմում, այս միլիոնանոց ճաշկերույթները այդ տիկինի շատ արդեն բան եղավ, շատ ճանաչված խնդիր դարձավ եւ կրկնվում է սա, միլիոններ են տալիս մարդիկ, որ իր հետ ճաշկերույթի մասնակցեն, հանուն ինչի օրինակ, այստեղ շատ հետաքրքիր հարց է,
իմիջիայլոց քաղաքականության մեջը եւ այլն դիվանագիտության մեջ քաղաքականության միշտ այս ամենակարևոր հարցն է ինչու շատեր օրինակ մեծ խոսքեր անում թեզեր են մեջտեղ գցում օրինակ ամենա հետաքրքիր վերջի տարիների թեզերից մեկը Ռուսաստանը Հայաստանին զիջում է թուրքերին Այ ընկեր, նախ մի հատ քեզ հարց տուր, ինչու պիտի անի այդ մարդը, այս տարածքը իմն է, ես իմ տան տարածքից զուգարան անգամ որևէ մեկին չեմ զիջի, իմ զուգարանն իմ տունն է, ինչի պիտի զիջեմ ուրիշին, կամ 2-3 հատ տուն ունեմ, հենց այնենց, որ չնայած իրականում շատ պետք է ինձ, բայց մեկին զիջում եմ, տալիս եմ, նվիրում եմ, ու հիմար ոչ եմ ես, Ռուսաստանն էլ հիմար չէ, ժողովուրդ, Հիմարի տեղ եք դրել կամ ռուս-թուրքական տանդեմ բանման այնպիսի երկու երկիր են գտել որ կյանքում պատմության մեջ չի եղել այդպիսի բան երբեք չեն համագործակցել իրար հետ դիվանագիտությունը իհարկե ուրիշ բան է այնպես չէ որ ամեն մի ռուսը եւ թուրքը իրար տեսնելով իրար պիտի սպանեն տանակարեն կամ ղեկավարները երկրի ղեկավարները դա ուղղակի ապուշություն կլինի այդպիսի բան ասելը Իհարկե ժամանակին մեր ղեկավարն էլ Ադրբեջանի ղեկավարի հետ եթե ինչ որ հարցեր էին լուծում նստում էին իրար հետ սուրճել էին խմում ճաշում էին իրար ծիծաղում էին դա շատ նորմալ է աննորմալ կլներ եթե չանին դա աննորմալ կլներ սակայն հողով ճաշկերի թամն դեպքում ինչի ցուցիչ է պարոն Ես էլ հետ եմ ասում ինչու պիտի մեկը միլիոններ տա որ Աննայի հետ ճաշ ուտի ինչ ճաշի այնտեղ նստի իր հետ ուրեմն ինչ որ մի բան կա դրա հետևում կամ այդ մարդիկ ստիպողական են գնում հիմա այստեղ նաև ուրիշ հարց էլ կարելի է տալ հենց որ մեր վարչապետը ընտրվեց մի անգամից իր զուգընկերուհին երկու հատ ֆոնդեյշն հիմնեց բարեգործական հիմնադրամ ամենայդակիրը ինչ է մինչև այսօր ոչ մեկին հաշիվ չի տալիս դրա հետ կապված երկուսի հետ կապված եւ մի անգամից ինչ որ մեր երկրի հարուստ մարդիկ սկսեցին մեծ փողեր նվիրել ինչու մինչև այդ ինչի ուրիշ տեղ չէին տալիս բարեգործական որևէ հիմնադրամին կոպեկ չդված մարդը ստեղ 100,000-ներով դոլար էր տալիս Ինչու Ինչի համար ոչ մեկը չի տալիս այդ հարցը ինքն իրեն թեկուս Մինչև այսօր ինչի այս ժողովուրդը չի տալիս իր այդ հարցը Եվ ինչի պիտի այդ մարդիկ քան մեծ փողեր տային որոնք չէին անում մինչև այդ Ինչի պիտի համարյա նույն մարդիկ կամ ուրիշ մարդիկ էլի Հողատեր մարդիկ այդ ճաշկերույթի համար միլիոններ տան իհարկե հավ չենք որ հավատանք որ այդ մարդիկ շատ են սիրում իր այդ ճաշել եւ դրա համար պատրաստ են մի քանի միլիոն տալ որ իր այդ ճաշեն բա դրա արժեքը դա է ինքը այնպեսի արժեք ունի որ մարդիկ պատրաստ են միլիոններ տալ, որ իր հետ նստեն մի սեղանի շուրջը։ Ուրեմն այստեղ ուրիշ բաներ կան։ Հիմա ես չեմ ուզում որևէ բաներ ասել, բայց ես մտածում եմ ինչ որ բաներ եւ կհանձնարարեմ նաեւ բոլորին մտածել, թե ինչի պիտի այսպեսի բան պատահի։ Եթե մարդիկ լուրջ սկսեն մտածել, ոչ թե այնպես մտածել, թե հաստատ որևէ բան չկա սրա հետևում։ Չէ, չի լինի այդ, եթե այդպես մտածեք, ոչ մի տեղը չեք հասնի իհարկե։ Եթե Շարլոկ Հոլմսի նման մտածեք, դետեկտիվի նման մտածեք, թե այստեղ ով ինչ շահ ունի, ասենք այդ սպանությունից, դետեկտիվի ժամանակ, եւ այն ժամանակ կարող է ինչ-որ բաների հասնեք։ Ամեն մարդ ինքը պետք է այստեղ որոշի։ Եվ եթե
Այո։ Այսօր ջայրով երթն է